2025 թվականի հունվարի 1-ին, երբ ուժի մեջ մտավ Ռուսաստանի Դաշնության 115-րդ ֆեդերալ օրենքում փոփոխությունը Ռուսաստանի Դաշնության տարածքում օտարերկրացիների գտնվելու ժամկետի վերաբերյալ, ոչ վիզային ռեժիմի երկրների քաղաքացիների համար ժամկետը կրճատվեց 2 անգամ, տարվա ընթացքում դառնալով գումարային 90 օր։ Նախկինում յուրաքանչյուր 180 օրվա մեջ 90 օր կարող էին մնալ, հունվարի 1-ից սկսած օրացուցային տարվա ընթացքում կարող են գումարային 90 օր մնալ։ Ձեր ասածը միգրանտին է վերաբերում, թե Իմ ասածը վերաբերում է բոլոր օտարերկրացիներին, որոնք գալիս են ոչ վիզային ռեժիմի երկրներից։ Եվ երբ ես խոսում էի սրա մասին, ինձ ասում էին, որ դա չի կարող վերաբերվել բեռնափոխադրողներին, բայց երբ որ հարցում ուղարկեցինք Ռուսաստանի Դաշնություն, մեզ պատասխանեցին, որ դա վերաբերվում է եւ բեռներփոխադրողներին, եւ ուղևորափոխադրողներին, եւ օդաչուներին, եւ բորտ ուղեկցողներին, եւ գնացքավարներին, այսինքն անխտիր բոլորին, չկա որևէ ներողություն, մարդը իր աշխատանքային պարտավորությունն է իրականացնում։ Նա ինչպես կարող է հայտնվել այդ։ Մեր ամբողջ խնդիրն էլ հենց դրանում է, եւ այս հարցը ես ինչու էի անընդհատ բարձրացնում, որ չի կարելի միգրացիոն օրենսդրության շրջանակում դիտարկել այս խմբին եւս առնվազն գոնե մեր քաղաքացիների համար, որպես ԵԱՏՄ անդամ երկրի քաղաքացիների, որոնք տնտեսական Եվրասիական տնտեսական միության անդամ երկրից են բեռներ փոխադրում, այսպիսի փոփոխությունը չպետք է վերաբերվի, բայց ցավոք այն վերաբերվում է եւ այսօր արդեն մենք ունենք այն իրավիճակը, որ բեռնափոխադրող վարորդներին ոստիկանությունը մեքենան կանգնեցնում է, փաստաթղթերը ստուգում, անձնագրի կնիքների գնալ գալով ինչ է տեղափոխում։ Բացարձակ որևէ նշանակություն չունի։ Այդ կնիքներով հաշվարկում են եւ եթե 90 օրը գերազանցում է, արտաքսում մուտք է արգելք այս պահի դրությամբ իմ ունեցած տվյալներով 1 հոգու 3 տարով, մնացած բոլորը 20-ից ավել դիմում ունեմ, դրանք 5 տարով են մուտք է արգելքը դրել